Այսօր առավոտյան ինձ ահազանգեցին բազմաթիվ տնտեսվարողներ եւ տեսեք թե ինչ ռեկետ է կատարվում, ինչպիսի ուրեմն տուգանքներ պետ եկամուտների կոմիտեն ինչպիսի խայտարակ տուգանքներ է դնում տնտեսվարողների վրա եւ դա համատարած է եւ խոսքը 1 միլիարդ 1.5 միլիարդ 2 միլիարդ դրամներով համատարած տուգանում են եւ տնտեսվարողների եզրակացությունը մեկն էր սա չեն տուգանում որ մենք տուգանքը մուծենք եւ շարունակենք աշխատել որտեւ եթե 2-3 միլիոն դոլար տուգանք են դնում տնտեսվարողի վրա սա նշանակում այդ բիզնեսը փակել եւ այդ բիզնեսը ոչնչացնել ինչի է սա արվում սա հստակ հատուկ քաղաքականություն է որպեսզի Հայաստանում ըստ էության բոլոր մակարդակներում բիզնեսը մահանա եւ կանաչ ճանապարհ բացվի առաջիկայում թուրքական բիզնեսի համար որովհետեւ տնտեսվարողների վրա դնել 1 միլիարդ 1.5 միլիարդ 2 միլիարդ տուգանքներ եւ ինձ ասեցին որ համատարած ում բռնում են միլիարդից պակաս տուգանք չկա սա նշանակում է որ ուղղակիորեն խորտակել բիզնեսը իսկ ինչի է Նիկոլ Փաշինյանը ուզում Հայաստանում սպանել դե փոքրը սպանել են հիմա էլ միջինն են սպանում հետո էլ խոշորը կսպանեն հա բացի իրանց գրպանի օլիգարխներից որպիսի թուրքական բիզնեսի համար առաջիկայում երբ որ կստեղծի Նիկոլ Փաշինյանը, եթե մենք թույլ տանք, որ նա գնա մինչև 26 թվականի ընտրություն Հայաստանի 4-րդ թուրքական վիլայեթը, թուրքական բիզնեսը կարողանա այստեղ զգալ իրեն այնպես, ինչպես իրենք զգում են Վրաստանում, Բաթումում, Վրաստանի այլ ռեգիոններում եւս